Ասում են անկլավների վերադարձի հետ կապված եւ Նիկոլ Փաշինյանը ասում է Արցախը պետք է վերադարձնենք, բայց մենք Ադրբեջանից չենք տեսնում երբևէ որ խոսի փոխանակման մասին, այլ միայն պահանջներ են ներկայացում, որ պետք է Հայաստանը վերադարձնի այդ 4 անկլավները։ Հիմա դուք վտանգ չեք տեսնում, որ Ադրբեջանը պատրաստ չէ փոխանակման։ Այդ անկլավների հարցը արգելի գործընկերներ բազմիցս է քննարկվել, կա այդպիսի հարց եւ դա պետք է արդյունագրվի սահմանազատման գործընթացի շրջանակներում, այսինքն այդտեղ որևէ թաքցնելու բանի թեմա չկա, այսինքն փոխանակման հարց այս փուլում չի կարող լինել, որովհետեւ նախ պետք է անկլավները սահմանազատվեն, թե երբ կսահմանազատվեն, դա հայտնի չէ, որովհետեւ սահմանազատման գործընթացը դեռ պիտի շարունակվի ու ինչ-որ տրամաբանություն կա այդ սահմանազատման գործընթացում։ Բայց որ դուք անընդհատ հարցեր եք տալիս, ես չեմ կարողանում ամբողջ բովանդակությունը ներկայացնել ձեզ։ Սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի եւ սահմանազատման գործընթացի որևէ փուլում, ես չգիտեմ, մեջտեղում, վերջում թե որ, պետք է նաեւ անընդհատ կատարվի անկլավների հարցը։ Պետք է կնքվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացի բոլոր արձանագրությունների հաստատումից հետո պետք է կնքվի պետական սահմանի մասին պայմանագիր Հայաստանի եւ այդ պայմանագիրը պետք է բարելավվի, պետք է տեղ ունենա սահմանագծման աշխատանքներ։ Հետո արդեն Հայաստանը եւ Ադրբեջանը կորոշեն, թե ինչպես են անկլավների թեմային անդրադառնում, եթե հանկարծ որևէ սցենարով որոշվի, որ պետք է Հայաստանի եւ Ադրբեջանը տարածքներով փոխանակվեն։ Այդ հարցը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն չի կարող տեղի ունենալ առանց հանրակրվեի։ Դրա համար պետք է հանրակրվե տեղ ունենա, այսինքն Հայաստանի կառավարությունը չի կարող որոշի, որ իշխանությունները սպասում էին իրավական հիմքեր, սկզբում ասում էին, որ չկան անկլավներ, հետո ասում որ կա, պետք է ներկայացնել իրավական հիմքեր։ Սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներում պետք է ներկայացվեն այդ հիմքերը եւ որ հիմա եթե գիտեք վերջերս ամենավերջին հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբեր ամսին, որը այլ բովանդակություն ուներ թրիփի շրջանակներում սահմանային այդ հատվածների ես ենթադրում եմ որ հետագա հանդիպումների ընթացքում այդ հարցը նաեւ սահմանազատման հանձնաժողովների միջև կքննարկվի, այսինքն դա մի հարց է, որը ամբողջությամբ այդ հանձնաժողովների տիրույթում է, այստեղ ինչ-որ քաղաքական աշխարհաքաղաքական ես տեղյակ չեմ։ Եթե հետահայաց նայում եք, արդյոք ճիշտ է այդ հայտարարությունները, որոնց մասին ես քիչ առաջ նշեցի, որ Արցախը Հայաստան է եւ երբ որ հետահայաց եք նայում, արդյոք ճիշտ է ասել, որ գնացեք եւ Լեռնային Ղարաբաղի հետ բանակցեք, ինչը Ադրբեջանը անցալել է որպես բանակցությունների ավարտ, բազմամյա բանակցությունների ավարտ ապարում եւ ձեւաբար մանրամասն անդրադարձանք, որ թեմային այնքան երկար ենք խոսել, վարչապետը այնքան մանրամասն է խոսել այն հայրենասիրության մոդելի մասին, այդ հայրենասիրության մոդելից բխող հայտարարությունների մասին, խոսել է պատասխանատվության մասին, այսինքն անընդհատ թեման, որ մենք բան ենք անում, բերում ենք եւ 2025 թվականին, երբ որ կա բանակցային լրիվ իրավիճակ, դրա հանրային տեղեկատվության օգտակարությունը եւ կառավարությունը ընդունում է, որ եղել են բացթողումներ, բայց այդ հայտարարությունները, մեկնաբանությունները, բացթողումները բխել են իրավիճակից, աշխարհաքաղաքական իրավիճակից, Հայաստանի ռազմավարական դիրքից, հնարավորություններից եւ նաեւ մթնոլորտից ու վարչապետը ինչպես հաճախ նշում հայրենասիրության այն մոդելից, որը մենք բան ենք կարող, մեր մեջ է եղել ու մենք միջև հիմա մի տարի հայրենասիրության մոդելը որ Արցախը Հայաստանը եւ վերջ հաջորդ տարի Արցախը Ադրբեջանը բանը կյանքը ինքնահայացման process է նաեւ եւ տարբեր կյանքի տարբեր փուլերում մարդիկ եւ իրավիճակների շատ տարբեր իրավիճակների իրադարձությունների բախվելով փոխում են հայացքները եւ ճակատագրական իրադարձությունների հետևանքով են սկսում այլ կերպ գնահատել իրավիճակը ու հասկանալ թե ինչն է եղել սխալ։ Այս մասին խոսակցությունը այնքան մանրամասն է եղել հանրության եւ ձեր հետ բոլորի հետ, որ կարծում եմ
անդադար քննարկվում է իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Արարատ դերը հանել, իրական Հայաստան, մի խոսքով, անգամ այդ քարոզի դեպքում Ադրբեջանը չի սսկվում եւ անընդհատ փորձում է ծավալապաշտական նկարտումները, անգամ Ադրբեջանի խորհրդանի պատգամավոր ասում է, եթե Թրամփի ճանապարհը չբացեն, ուժով կվերցնենք։ Այսինքն Հայաստանում էլ ձեր ասած նոր հայրենասիրական մոդելին Ադրբեջանից որևէ այսպես զսպված վերաբերում չի լինում։ Ինչպես է սա բացառում։ Այս հայրենասիրական մոդելով հնարավոր կլինի այսպես Հայաստանի իսկ հնարավոր կլինի կրկին Հայաստանի սահմանները առաջ տալու մոդելով փորձել խաղաղություն հաստատել տարածաշրջանում։ Հայաստանի Հանրապետությունը 29743 կիլոմետր տարածք ունի եւ 29743 կիլոմետր տարածք ունի եւ այդ տարածքներից դուրս Հայաստանի Հանրապետությունը հայրենիք չի փնտրում, Հայաստանի քաղաքացիների բարօրությունը եւ մեր ժողովրդավարության զարգացումը Հայաստանի Հանրապետությունը տեսնում է այս տարածքում։ Ես մասնակցում եմ պատանի առաջարկում ասում Այդ հարցին արդեն պատասխանել է ու ըստ էության այդ առաջ Եթե բոլոր բանակցային փաստաթղթերը տվյալ պահին հրապարակվեին, որևէ բանակցություն տեղի չէր Ռոբերտ Քոչարյանն ասում է Նիկոլ Փաշինյանի մեջ այնքան չարություն կա, որ այդ չարությունը չի տեղավորվում, դուրս է գալիս եւ կոնֆլիկտներ է ստեղծում Ռուսաստան եւ Ամերիկա, չգիտեմ, Ամերիկա, Չինաստան, դուք սա ինչպես եք մեկնաբանում։ Ճիշտ ասած ոնց մեկնաբանում Նարեկ ջան, ասենք դա ինչ ասելու բան է։ Մի հատ կասեք Հայաստանը եւ Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ ինչպիսի կոնֆլիկտ է հրահրել։ Հայաստանի Հանրապետությունը վարում է բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականություն եւ մենք հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքը, աշխարհաքաղաքական դերակատարումը փորձում ենք նորմալ հարաբերություններ հաստատել բոլոր կողմերի հետ։ Առաջին հերթին փորձում ենք նորմալ լավացնել մեր տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունները, նորմալացնել այն հարաբերությունների հետ, որոնց հետ ունենք հարաբերություններ, եւ նաեւ մեր բոլոր գործընկերների հետ փորձում ենք ունենալ լավ ռազմավարական հարաբերություններ։ Որևէ մեկը չի մոռացել 10 րոպե առաջ ազգային ժողովի նիստերի դահլիճում ազգային ժողովի նախագահի տեղակալը օրենքի նախագիծ էր զեկուցում տոների եւ իշատակի օրերի օրենքում լրացում կատարելու վերաբերյալ եւ այս օրենքի նախագծով մենք պատրաստում ենք հունվարի 27-ը դարձնել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման օր եւ պետական միջոցառումները այդ տեսակի միջոցառումները արդեն այդ օրերին նախաստորագրված են փաստաթղթը կա որոշակի պայմանավորվածություններ երբ նորից երեք կողմերը կնստեն մի կողմ թե դա առանձին լինի վերջո այդ խաղաղության պայմանագիրը մասին եք խոսում ստորագրվել են երկու կողմերը Հայաստանը եւ Ադրբեջանը եւ այս պահին ես չեմ կարող ասել կա հստակ օր խաղաղության պայմանագրի ստորագրման բանակցությունների համար տեքստը պատրաստ է տեքստի շուրջ այլևս բանակցություններ չեն լինելու մեր ակնկալիքն այն է որ հնարավորինս շուտ ստորագրենք այն բայց դուք գիտեք նաեւ այստեղ պետք չի բանանել Ադրբեջան նախապայման է ներկայացնում ինչը Հայաստանի համար ընդունելի լեգիտիմ նախապայման չէ այո Ես կարծում եմ դրանք
փոխ պայմանավորող հարցեր չեն։ Ես նորից եմ գրկում, այդ անկլավների հարցը, ինչպես միշտ ասենք, կարող եմ ասել մասնագիտական հարց է, սահմանազատման հարց է ամբողջության։ Իսկ խաղաղության պայմանագրի մասով ես չէի ասում, որ փակուղային իրավիճակ է, որովհետև 1 տարի առաջ էլ ընդհանրապես տեքստի համաձայնություններ համարվում փակուղային, բայց ի վերջո մարտին մենք կարողացանք համաձայնեցնել տեքստը եւ արդեն օգոստոսին նախաստորագրել այն, ուստի ավելի շատ բանակցելով, ավելի շատ դիվանագիտական ջանքներ դնելով, ես կարծում եմ հնարավոր կլինի մոտ ապագայում ասել։ Եթե ներկայությամբ նախաստորագրվեց, հիմա կարող է նաև միջամտել, որպեսզի ստորագրվի եւ հանրավոր հասկանալի է նաև համանadrությունը մեկ օրում հնարավոր չէ։ Ես չեմ կարծում, որ չի ուզում, մենք մեր բոլոր գործընկերների ուշադրությունը հրավիրում ենք հանգամանքի վրա, որ մենք պատրաստ ենք խաղաղության պայմանագիրը ստորագրել հնարավորինս շուտ եւ նաեւ ակնկալում ենք աջակցություն է սարքում, բայց դա այդպես միանգամից եւ արագ տեղի չի ունենում, ինչպես ասում ենք։ Ասում չի գալիս այս